Հարգելի գործընկերներ, կարծում եմ բոլորիս էլ հասկանալի է, թե ինչ նշանակություն են ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ապագայի համար։ Ու չնայած հայտնի մանտրայի նման ամեն օր մենք լսում ենք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կամքի մասին, սակայն արդեն իսկ որոշ պաշտոնյաների, մարզպետների մոտ ադրենալինի եւ վատ խոլեստերինի ամպլիտուդի լուրջ տատանումներ են նկատվում։ Վերջիններս իրենց նոմինալ գինն ու ինքնարժեքը բարձրացնելու համար անցել են սպառնալիքների եւ ահաբեկումների իրենց հոգեհարազատ ժանրին։ Օրինակ, ոմն մարզպետ հրավիրում է ԲՀԿ գյուղապետերին եւ փորձում սպառնալ, հայտարարելով, թե մարզում մառոզ անողը ինքն է։ Իհարկե, մառոզի լավագույն մասնագետը մեր երկրում հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն է, որի մոտ մառոզ անող այդ մարզպետը կարող է հաստիկային գործի անցնել ու կախված աշխատավարձի չափից որոշեն մառոզ է անում, ցունամի, թե ընդամենը քամի է տատանում։ Մեկ բան հստակ է, եթե տվյալ անձի եւ անձանց մոտ վստահության ու հեղինակության կատարյալ երաշտ է, ու սեփական հեղինակության բացակայությունը փորձում են կոմպենսացնել մառոզներով եւ եղանակային այլ տեղումներով, վստահեցնում եմ, որ շատ արագ մնալու են իրենց խոստացած մառոզի տակ։ Վերջապես, հարգելի գործընկերներ, ժամանակն է հասկանալու, որ ահաբեկումը, սպառնալիքը, անձնագրի պատճե հավաքելը, գործից հանելը, գործ տալը քվե չեն դառնում ու չեն դառնալու։ Քվե դառնալու է հեղինակությունն ու աշխատանքը, քվե դառնում է ժողովրդի հավատն ու վստահությունը։ Խորհուրդս բարի է, քաշից ավելի պարտավորություն մի վերցրեք, քաղաքական գրիժան անբուժելի է։ Նորից կոչ եմ անում լրջորեն գնահատել առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորությունը Հայաստանի ապագայի համար եւ չփորձել հին ու բարի ժանգլորությամբ քվե սարքել, չի ստացվելու։ Ինչպես նկատեցիք, այս անգամ ես անուններ չհնչեցրեցի, ժամանակ տալով քամի տատանելու մասնագետներին սթափ գնահատել իրականությունն ու անկանոն շարժումներ չանել։ Այս դասին այսքանը։